Դերասանուհի Էմմա Մանուկյանը շարունակում է շատ ակտիվ գործունեություն ծավալել։ Էմման հեռուստաէկրաններին հայտնվեց, երբ դեռ նոր հեռուստասերիալներ էին նկարահանվում։ Այդ տարիներից սկսած դերասանուհին չկորցրեց իր ակտիվությունը և մինչ այսօր ամենապահանջված դերասանուհիներից մեկն է։ Էմմայի անձնական կյանքն այս տարիների ընթացքում ևս շատ է քննարկվել։ Գաղտնիք չէ, որ Էմման ամուսնացած է դերասան Վիլեն Սարգսյանի հետ։ Զույգը մեկ դուստր ունի՝ Սառան։ Էմման շատ չի սիրում հարցազրույցների մասնակցել, սակայն մեկ անգամ իր հարցազրույցներից մեկի ընթացքում խոսելով շատ երեխա ունենալու մասին և համեմատելով իր կյանքը կերպարներից մեկի հետ նշել էր, որ շատ կցանկանար շատ երեխաներ ունենալ։ Մեկը քիչ է, կուզեի 3-4 երեխա ունենալ, անկեղծացել էր Էմման, չբացահայտելով, թե ինչու այնուամենայնիվ տարիներ առաջ չկայացրին որոշում երկրորդ կամ էլ երրորդ երեխան ունենալու համար։ Հիշեցնենք նաև, որ բացի թատրոնում զբաղվածություն ունենալուց Էմման նաև նկարահանվում է հեռուստասերիալներից մեկում։ Այս տարիների ընթացքում Էմման նաև մասնակցել է մի շարք հարցազրույցների։ «Սրտի տանիքներով» հաղորդաշարի հյուրը դերասանուհի Էմմա Մանուկյանն էր։ Star News-ը հետևել էր զրույցին առանձնացնելով ամենահետաքրքիր հարց ու պատասխանները։ Էմման խոսել էր տարբեր թեմաների մասին ու նշել հետևյալը. «Պապաս ինձ բեմում երբեք չի տեսել, ոչ մի ներկայացման երբեք չի եկել, հատուկ, որովհետև ինքը շատ էմոցիոնալ է և իր համար դժվար է 2 ժամ նստել ու այդ ապրումները ինձ հետ ունենալ։ Ու ես կար ժամանակ, որ իրենից նեղանում էի։ Ես դա հասկացա, երբ իմ աղջկա մանկապարտեզի հանդեսն էր։ Այնքան էի լացել, դիմացս ոչինչ չէի տեսնում։ Ես ու պապան խայտառակ էմոցիոնալ ենք։ Մամաս զուսպ է, կարողանում է իրեն տիրապետել։ Փոքր ժամանակ պապան ինձ մոտ ասոցացվում էր ձմերուկի հոտի հետ։ Վազելով վեր էինք կենում։ Գիշերանոցով վազում էինք խոհանոց, որ պապան եկել է ու ձմերուկ է կտրում, որովհետև բոլորս էինք իրեն շատ կարոտում։ Մանավանդ տատիկս հիվանդագին սիրով էր սիրում պապայիս։ Հիմա ես եմ այդպես սիրում իրեն։ Արտաքինով նման չեմ, բայց էներգիայով ու տեսակով շատ նման ենք։ Վիլենը իմ հայրիկի հակապատկերն է ամեն ինչով։ Ոչ մի ընդհանուր բան չունեն։ Երևի մենակ բարությունը, երկուսն էլ անսահման բարի սիրտ ունեն։ Կենցաղավարության մեջ շատ մաքուր տղամարդիկ են։ Պապաս մամայիցս 7 տարի փոքր է։ Կենցաղը փչացնում է ամեն ինչ, բայց կենցաղի հետ էլ պետք է կիրթ ու գրագետ վարվել։ Ես շատ լավ հիշում եմ առաջին վայրկյանը, որ Վիլենին տեսա, իսկ ես ամեն ինչ չի, որ հիշում եմ։ Եթե մեր հանդիպման այդ ակնթարթը հիշում եմ, ուրեմն ինչ-որ բան զգացել եմ։ Դրա համար եմ այդպես ֆիքսել, որովհետև ես ընդհանրապես ոչ մի բան չեմ հիշում բացի իմ տեքստերից։ Առաջին անգամ մենք հանդիպել ենք, երբ դեռ չէինք ընդունվել Թատերական ինստիտուտ։ Նույն դասախոսի մոտ էինք պարապում։ Երբ մենք արդեն ավարտում էինք ինստիտուտը, դիպլոմային ներկայացումներն էինք փորձում, ասացի. հետաքրքիր է, որ 2 շաբաթից կավարտենք ու էլ չենք տեսնի իրար։ Ասաց. միգուցե տեսնենք։ Հարցրեց դու կուզես, որ տեսնենք։ Պատասխանեցի. հա։ Մենք շատ ինքնաբերաբար, սրտի կանչով ենք ամեն ինչ արել։ Չենք բաժանվել փուլերի։ Հարսանիք չենք ունեցել։ Ես հարսի շոր հագել եմ եկեղեցում, չենք ամուսնացել, բայց խնջույք, ԶԱԳՍ-ի արարողություն եղել է։ Այդ ժամանակ ես այնքան աղմախ էի, կարճ ինչ-որ շոր էի հագել, հիմա նայում եմ ու ասում. ինչու։ Կարելի էր ինչ-որ գեղեցիկ հարսի զգեստ հագնել, բայց դա իմ տարիքային բողոքն էր, որ ես նման չեմ մյուս հարսներին։ Ինձ համար բոլոր տեսակի հարաբերությունների մեջ բարությունը շատ կարևոր է։ Ինձ համար տանջանք է շփվել բացասական էներգիայով լիցքավորված մարդկանց հետ։ Ես այդ հարաբերությունների մեջ կարող եմ շատ դժբախտ լինել, որովհետև չեմ կարող այդ մարդուն այդ մասին ասել։ Տառապում եմ ու սպասում եմ, մինչև ճակատագիրը մեզ կբաժանի։ Դրա համար հատկապես տղամարդուն բարությունը գեղեցկացնում է։ Կարևոր է նաև ինտելեկտը, հավատարմությունը։ Ես շատ տաքարյուն եմ ու խանդոտ։ Հարցազրույցի ընթացքում պատմել էր Էմման։ Էմման ամիսներ առաջ նաև մասնակցել էր մեկ այլ հարցազրույցի, որը ևս ներկայացնում ենք ձեզ։ Դերասանուհին ակտիվ ներգրավվածություն ունի ամենատարբեր հեռուստասերիալներում, խաղում է նաև դրամատիկական թատրոնում, սակայն գեղարվեստական ֆիլմեր Էմմայի մասնակցությամբ չկան։ Այդ մասին խոսելիս դերասանուհին պատմել էր. «Ես կարծում եմ, որ այս բոլոր տարիներին դրա պատճառը եղել է իմ ատամնաշարը։ Ամենամեծ խնդիրը ինձ մոտ դա է եղել։ Հիմա ես բրեկետներով եմ ու շուտով թե կատամներով չեմ լինելու։
Անդրադառնալով առօրյան և աշխատանքը համատեղելու մասին թեմային Էման ասել էր. «Կյանքում շատ բան է իմ կողքով անցնում։ Ես ոչ մի տեղ չեմ գնում, աշխատանքից դուրս, եթե դա գործի բերումով չի, ոչ մի տեղ չեմ գնում։ Ինձ հետաքրքիր չի ոչ շփումները, ոչ հավաքույթները, ոչ էլ երեկույթները։ Ինձ բացի իմ մասնագիտությունից ոչ մի ուրիշ զվարճանք չի հետաքրքրում։ Ես չունեմ ոչ մի հոբբի, հետաքրքրություն։ Ամուսնուս հետ այնքան հետաքրքիր է, մենք այնքան նույնն ենք, որ կարիք չկա սենյակից դուրս գալու, ինչ-որ ուրիշ բաներ փնտրելու։ Այն ամենը, ինչ ինձ պետք է, իմ սենյակում է, իմ տանն է։ Շփման շատ նեղ շրջանակ ունենք։ Միայն մեր ընկերների, հարազատների հետ ենք շփվում։ Առհասարակ, տղամարդ դերասանը շատ բարդ երևույթ է։ Իմ բախտը բերել է, որ ինքը այնքան լավ է կարողանում կենցաղում դերասան չլինել, ինքը այդ ամենը տուն չի բերում։ Ինքը տանը նորմալ հայկական, մուննաթով, գոռացող, կռիվանող տղամարդ է։ Վիլենն է ու իր գործիքները։ Տանը մի բան փչացավ, մի վայրկյանում բերում ու սարքում է, մեքենայի հետ ինչ-որ բաներ անպայման կանի։ Դերասան և տղամարդ Վիլենը լրիվ տարբեր են։ Ես տանը փորձում եմ լինել ուղղակի կին, ինչ-որ մի պահից սկսած ես նմանվել եմ իրեն։ Ես շատ հարմարվող եմ։ Ինձ շատ դուր են գալիս այն փաստը, որ միջին տարիքում եմ գտնվում։ Ես իմ տարիքի հետ շատ ներդաշնակ եմ։ Լինում է, որ խանդում եմ, կատաղում եմ, գժվում, ինքը ցույց չի տալիս։ Մասնագիտությունը պետք է կյանքից անջատել, որովհետև եթե դա չես անում, դառնում ես հասարակության համար, եթե ոչ հասարակության, ապա գոնե ընտանիքի համար անառողջ մարդ։ Տարեցտարի եսակենտրոնության դոզան մեծանում է, հետո քո ընտանիքի համար տհաճ ես դառնում։ Մարդու համար ամենակարևոր աշխատանքը հոգին ու միտքը առողջ պահելն է, անկեղծացել էր Էման։ Էման նաև հարցազրույցներից մեկի ընթացքում պատասխանել էր բլից հարցերի, հատկապես կանանց մասին։ Կին լինելը առավելություն է, անկեղծացել էր Էման ու հավելել. հայ կին լինելը մեծ առավելություն է։ Մարտի 8-ը գարնան 8-րդ օրն է, ընդամենը։ Մեկամսյակի կապակցությամբ առաջին հերթին շնորհավորում եմ մայրիկիս։ Ինձ էլ առաջինը մայրս է շնորհավորում։ Տոնական նվերներ գնում եմ ընտանիքիս կին անդամների համար։ Կինը պետք է կին մնա։ Չեմ ընդունում տղամարդու պարտականություններն իրենց ուսերին վերցրած կանանց։ Կինը երբեք ոչ ոքի ոչինչ պարտավոր չէ։ Գեղեցկության իմ բանաձևը դրական էմոցիաներն են։ Կնոջ լավագույն 3 հատկանիշներն են՝ անկանխատեսելիությունը, երևակայությունն ու զգացմունքային լինելը։ Կինը երբեք չպետք է մոռանա իր կին լինելու մասին, անկեղծացել էր Էմմա Մանուկյանը, դե իսկ Star News-ը այս հոլովակի համար առանձնացրել էր այսքանը։